զննությունը կարևոր, ում համար է դա գործատուների, թե աշխատակիցների, ողջույն։ Ես Լիաննա Խաչատրյանն եմ, աշխատանքի անվտանգության փորձագետ, եւ այսօր լսելու ենք աշխատանքի անվտանգության առողջության պահպանման ոդքասթը։ Մեզ հյուրընկալել ենք Maple Leaves բժշկական հայ-կանադական բժշկական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Վարդգես Ավագյանը։ Ողջույն պարոն Ավագյան, շնորհակալություն ընդունելության համար։ Շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք եւ աջակցում եք մեր հաղորդաշարին, փորձելով բարձրացնել իրազեկությունը մարդկանց շրջանում, բժշկական զննությունների կարգի եւ ինչու՞ չէ, նաեւ օգնենք այն գործատուներին, ովքեր չգիտեն որտեղից սկսեն նշված գործընթացը, ում դիմեն, ինչ փաստաթղթեր պետք է կազմեն, որտեղ պետք է հաշվետվություններ ուղարկեն, եւ քանի որ ձեր ընկերությունը բավականին մեծ փորձ ունի այդ ուղղությամբ, ես կխնդրեի մի քիչ մանրամասն փորձենք ներկայացնենք եւ մեր իրազեկությամբ օգտակար լինենք հանրությանը։ Առաջ երթի շնորհակալություն հրավերքի համար, անշուշտ դա շատ կարևոր թեմա է, որը բարձրացվում է եւ միշտ դա կլինի, քանի որ առողջությունը եւ անվտանգությունը դա առաջահերթ ամենակարևոր թեմաներն են եւ աշխատանքում գտնվող բոլոր աշխատակիցները պետք է գտնվեն ապահով, անվտանգ եւ առողջ պայմաններում, որ կարողանան եւ իրենց ընտանիքներում կարողանան առողջ լինել եւ իրենց աշխատանքի վայրում։ Իսկապես այս թեման ունի շատ բազմազան տարբեր կողմեր եւ Maple-ից հայ-կանադական բժշկական կլինիկան, որը արդեն կարելի ասել 13-րդ տարին է սկսվել իր կյանքի Հայաստանում, ինքը երևի իր երկրորդ տարվանից զբաղված է հենց մի ոլորտում, որը occupational health, այսինքն հենց աշխատանքի առողջության, անվտանգության ոլորտի հետ կապված ստուգումների։ Ուզում եմ նշել, որ քանի որ ես Կանադայում նույնպես այդ ոլորտի մեջ ընդգրկված եմ եղել, հանքարդյունաբերության հետ կապված, որից հետո նույնպես ստեղ մենք աշխատել ենք մեծ հանքերի հետ, աշխատում ենք մինչ այսօր եւ շատ արտադրողների հետ, տարբեր բնագավառների դա կարևոր չի, նաեւ նույնպես սննդի ոլորտի հետ է, որոնք բոլորը պարտադիր պետք է անցնեն տարեկան առողջության կամ 6 ամսյա բուժ զննություններ։ Խոսենք նրա մասին, որ դա նաեւ դրա մասին հոգում է կառավարությունը։ Գոյություն ունի մեր կառավարության որոշումներ, որոնք տալիս են պարտադրում են, որ գործատուն ոչ միայն պետք է իր գիտակցությամբ, իր բարեկրթությամբ եւ ցանկությամբ, բարիությամբ, այսպես ասած, տրամադրված լինի իր աշխատակիցների նկատմամբ, այլ նաեւ հետևի կոնկրետ օրենքի տառերին, թե ինչպես երբ պետք է անցկացվի այդ բուժ զննությունները։ Բնական է գոյություն ունի օրենքներ եւ աշխատանքի վայրի հետ կապված իր ազդակների, կլիմայական պայմանների, այսինքն դա աշխատանքի անվտանգության հետ ասում միանում, բայց այդ բոլոր գործոնները, որոնք գոյություն ունեն աշխատանքի վայրում, դրանք ազդում են մեր աշխատակիցների առողջության վրա։ Դրա համար այստեղ հարցն անում է սկսենք նրանից, որ գոյություն ունի ցանկ, հիմնարկների, այսինքն ոչ թե անվանական ցուցակ, այլ ըստ իրանց արտադրողության, այսինքն ինչ բնագավառի մեջ են իրանք գտնվում եւ ինչ վտանգավոր եւ գոյություն ունեցող ցուցակ, ինչ այսպես գիշային, ասենք թե աշխատանքի մեջ են գտնվում, ինչ վնասարար գործոններ են ազդում, որից առաջանում է պարտադիր ցուցակը, ինչ զննություններ պետք է անցնի այդ մարդը։ Դրան ուշադրություն պետք է դարձնի եւ այդ հիմնարկի թե կլինիկական, թե քիմիական, թե հանքարդյունաբերության, թե սննդի ոլորտի հստակ օրակարգ, երբ որ իրեն որ իր հրամանով դրանով պետք է զբաղվի, այսինքն տնօրենը, թե HR մասնագետը, կապ չունի, դա կախված է իրաց ներսի ներքին հրամանից, ով է պատասխանատվություն կրում այդ կազմակերպելու համար։ Բնական է գոյություն ունի պետական կառույց տեսչական մարմին, որը նաև փորձում է իր ռեսուրսներից ելնելով, իր հնարավորություններից ելնելով հետևել կատարման այդ որոշման
դե ինչպես է ստացվում, դա արդեն ես չեմ կարող ասել, բայց առաջի հերթին ըստ եղած հաստատացուցակի, ըստ մասնագիտությունների պետք է կազմվի այդ որոշման կետերին համապատասխան, որ մասնագիտությունը ինչ ուժզնություն պետք է ասնի, ինչ ծավալով, այսինքն այնտեղ ինչ մասնագետներ են ընդգրկված, ինչ ստուգումներ պետք է անցկվի եւ այդ ամենը, երբ որ արդեն պատրաստ լինում է, դա ներկայացվում է անկամա տեսչական մարմին, որը որ հաստատում է, ճշտում է, օգնում է, որ իսկապես դա ճիշտ, այսպես ասած, կազմակերպված process է։ Բայց մինչ այդ իրանք պետք է ունենան պայմանագիր մի բուժ հիմնարկի հետ, որը որ իսկապես տիրապետում է այդ ամենին, ես կարող եմ ասել, որ մեր փոլիպսը ոչ միայն պատվիրատուի կամ կատարողի դերում է, այլ ինքը գործընկեր է, որը որ ցանկացած մասնագետի արտադրությունում գտնվող հավասարաչափ կարելի ասել եւ ավելին տիրապետում է, թե ինչպես պետք է ընտրել որ մասնագիտության ժամանակ ինչ հետաքրքրություններ, ինչ մասնագետներ պետք է ընդգրկված լինեն, ինչպես պատրաստել բոլոր դոկումենտացիան հաստատղթային եւ դիմել, ոնց դիմել, հա, ինչպես անցկացնել, այդ ամեն ինչը շատ կարեւոր է, մենք այն ինչը աջակցում ենք եւ աշխատում ենք շատ սերտորեն եւ գործատուների հետ եւ տեսչական մարմնի հետ, եւ բնական է մեր մասնագետները, քանի որ հատուկ տրեյնինգ անցած են վերապատրաստում մեր արդեն տարիների ընթացքում են ձեռք են բերել են իրական փորձը, որովհետեւ միայն կարդալով չի դա, նաեւ հասկանալով է, թե ինչպես կարելի է գնահատել առողջության վիճակը այն պահանջներից ելնելով, ինչպես պահանջում է կառավարության որոշումը։ Այլ մի հատ sense հարթուր կարծիք կա, եթե աշխատակիցը քաղ պայմանագիր ակնքել կամ ծառայության մատուցման պայմանագիր ակնքել եւ գրանցված հստակ հաստիկով աշխատող չի, գործատուն պարտավորվածություն չի կրում իր վրա այդ հարցերով զբաղվել եւ ով է արդյոք վճարելու գործատուն, թե աշխատակիցը սկզբնական աշխատանքի ընդունվելու ժամանակ եւ ընթացիկ այդ ոնց որ գործառույթը պատասխանատվության ում վրա է եւ եւս մեկ անգամ կխնդրեմ այդ ուշադրությունը դարձնեք ծառայություն մատուցում շին հրապարակում կամ չէ շատ կապալառներ որ ուղղակի ծառայություն են մատուցում այդ գործառույթը ում վրա է դրված եւ մի հարց է քանի որ շին հրապարակից խոսեցի այնտեղ աղմուկի ազդեցություն այսօր ընկերներից մեկը հենց այդպեսի հարց էր տալի ինչքանով է աղմուկը ազդում եւ արդյոք պետք է բուժզնության մասի մեջ ընդգրկի այդ աղմուկի հատվածը։ Տեսեք, շատ ճիշտ հարց եք տալիս, որովհետեւ դա իրավաբանական տեսակետից է, այսինքն կապ չունի մարդը ինչպես է ձևակերպված, թե ինքը քաղ ծառայության պայմանագիր ունի, հա, թե ծառայության մատուցման, թե հիմնական աշխատող վերցնում ենք որպես աշխատակից, որը գտնվում է ինչ-որ աշխատանքի վայրում, որի վրա ունեն վնասարար ազդակներ, ազդեցություն առողջության վրա։ Ինչ կապ ունի ինքը ինչպես է ձևակերպվել։ Եթե դա մարդը աշխատում է այդտեղ եւ իր վրա ազդում է ձերացած աղմուկը, փոշին, վիբրացիան, ինչ-որ թունավոր քիմիական գոլոշիներ, հա, մեխանիկական ծանր աշխատանք, ինքը վարորդը կրունկավարը կամ աշխատում է, ես չգիտեմ, ցանկացած ինչ-որ մի տանգավոր վայրի հետ կապված, ապա կապ չունի իր ձևակերպման process-ը։ Ով է պատասխանատուն գործատունը։ Այսինքն, եթե կապալարում, այսինքն եթե հիմնական գործատուն վարձակալել է որևէ մի ուրիշ հիմնարկի, ապա այս հիմնարկի ղեկավարն է պատասխանատվություն կրում իր աշխատողների համար գտնվելով այդ միջավայրում։ Եթե դա իր աշխատողներն են, բնական է այս մյուս հիմնարկն է կրում իր, այսպես ասած, աշխատողների մասին պետք է հոգա, բայց sense tenence երկու այդ կապ չունի ով է կատարում, մարդը գտնվելով այդ միջավայրում պետք է անցնի իր տարեկան բուժզնությունը, բայց ոչ միայն տարեկան։ Մինչ աշխատանքի ընդունվելը, կառավարության որոշումը պարտադրում է, որ ինքը պետք է մինչև իր աշխատանքի սկիզբը, մինչև աշխատանքային պայմանագրի ուժի մեջ մտնելը, ինքը պետք է ունենա նախնական առողջության ստուգում, համապատասխանություն իր աշխատանքային նկարագրման այդ իր պաշտոնին, որովհետև առանց դրա ինքը արդեն վնասվար ազդակի տակ է սկսում գտնվել։ Ստեղ իհարկե բնական է, երբ որ մենք ստուգումները անում ենք, մենք այդ բոլորը հաշվի ենք անում եւ այդ ձեր ասած համար
բոլոր ազդակների վերաբերյալ անցկացնում են իրեն համապատասխան ստուգումներ։ Կապ չունի դա աղմուկ կլինի, ասեցի, թե վիբրացիա կլինի, թե փոշի եւ այլն եւ այլն։ Այսինքն դրան համապատասխան գոյություն ունի համապատասխան ստուգումներ։ Դրա պատճառով այդ բոլոր վնասարար ազդակները հաշվի են առնվում եւ նշվում են կետերով, ով ինչ պետք է անցնի։ Ըստ ես պատասխանեցի ձեր հարցին։ Շնորհակալություն։ Մեկ եմ ասենց հարց է, թե կառավարության որոշում կա, որտեղ ծանր վնասակար աշխատանքները հստակ կա, բայց կա որ չկա ինչ-որ փաստաթուղթ որոշում, օրինակ օպերատորները, հեռախոսավարները իրանց չի համարվում ծանր վնասակար, եթե ես չեմ սխալվում, այդ մարդկանց չանցնեն բուժզնություն։ Թեկուզ գիշերային հերթափոխը որպես անցնում է գիշերային հերթափոխով աշխատող օպերատոր, հա, բայց եթե նույն օպերատորը ցերեկվա ժամին է աշխատում, ինքը հեռախոսավարական նստած դիրքը էրգոնոմիկ պայմաններ է, ամբողջը վատ ազդեցություն է թողնում, եւ մեր էջարները, երբ որ հատկապես IT ոլորտի ասում են, որ պարտադիր այդ բուժզնությունը եւ այլն, իրանք մտածում են, որ դա երկրորդային է ու գործատուի համար բեռ է, ոչ թե կնպաստի աշխատունակության բարձրացմանը, եթե ինչ-որ բան հայտնաբերեն ու լծակներ օգտագործելով իրավիճակը բարելավեն, իրանք մտածում են բեռ է։ Ինչքանով է դա օգնելու կամ վնասելու, այդ խնդրեմ դրա մասին խոսեք։ Ես առաջին հերթին կխնդրեմ, որ ցանկացած գործատու ոչ թե համարի դա բեռ, այլ հոգատարություն իր աշխատողի մասին։ Տեսեք, հիմա արդեն օրենքի մեջ փոփոխություններ են անում, դուք բժշկական հիմնարկներում գտնվող կան մասնագիտություններ, որոնք պետք է անցել արդեն ասում են ոչ միայն սահագրգռվող ստուգումներ, այլ նաև ասում են պարտադիր բուժզնություն ըստ վնասարար ազդակների։ Հա, օրենքը օրեցօր պիտի լավացվի, այսինքն որ մենք հասկանանք, որ ոչ թե սա հատուկ ցուցակ է ըստ պաշտոնի, այլ մենք պիտի հասկանանք, որ այդ որոշումը, որը կա կառավարության, ինքը նկարագրությունը տալիս է ըստ ազդակների, ոչ թե մասնագիտությունների։ Այս պարագայում առաջանում է, որ եթե մենք համարում ենք, որ գիշերային օպերատորը կամ ցանկացած օպերատոր, որը ասենք թե նստած է, որը կարող վնասի իր ողնաշարը օրինակի համար, կամ աչքերը, կամ ասենք թե մատնաշարը, որը անընդհատ աշխատում է այդ հատվածում, իրանք պետք է գիտակցեն, որ դա էլ է նույնպես դրա մեջ մտնում, բայց քանի որ դա այն չի համարվում, այն իսկապես շատ ծանր աշխատանք կամ ֆիզիկապես ազդակ կամ ինչ-որ մի բան, գործատուն փորձում է խուսափել ավելորդ ծախսից, ավելորդ, այսպես ասած, թղթաբանությունից, կարծում եմ, որ տեսչական մարմինը ասում է, մենք առանձնայր ծառաբեռնված ենք, փորձում ենք իրականում գտնվող արտադրություններում հետևել եւ չեն եք էլ տեղ հասցնում ու մնում է ինչ-որ մի հատված, որը որ բաց է մնում։ Դրա պատճառով նույն այդ եթե ինքը անվտանգության աշխատողը, վարորդը, նույն գիշերային դրանք բոլորը հիմնական մտնում են։ Մեր մոտ երևի թե ավելի շատ ադմինիստրացիա չի մտնում դա տակ եւ IT ոլորտը։ Մնացած շատ կա ցուցակ, որոնք այդ ազդակների վնասարար բնույթի մեջ են գտնվում եւ միտեղ գլխավոր անվտանգության ինժեներն է դրա պատասխանատուն, միտեղ ասենք HR-ն է, իրենք պետք է հասկանան եւ գործատուն մոտիկանա այդ հարցին ավելի այսպես հասկանալ, որ սա ոչ առողջության ապահովության հետ է կապված, ոչ պետպատվեր կամ սոցպատվեր է կապված, դա առանձին մի հատ հատված է, որտեղ անցկացնում է յուրահատուկ ստուգում եւ հատուկ ձև կա, որից հետո ստուգումը անցկացնելուց հետո պատրաստվում է մի ակտ, որը որ ունի հատուկ կետեր, որը լրացվում է եւ ոչ միայն դեռ բացահայտվել անպայման պրոֆեսիոնալ հիվանդություններ, որը նույնպես բաց է, որտեղ մոտ Հայաստանում ժամանակին գոյություն ուներ պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստիտուտ, հիմա դա գոյություն չունի, որ դա կարողանա շարունակականությունը դրա ապահովես, հա, այսինքն մենք բացահայտում ենք հարյուրավոր, ասենք թե հիվանդություններով մարդկանց եւ դա իրազեկում ենք, որից հետո այդ մարդկանց, որից հետո ուղղորդում ենք, որից հետո հետևում ենք այդ մարդիկ, որ կարողանան գնալ ստանան ավելի խորացված ստուգումներ, այսինքն դա գոյություն ասենց հերթականություն, ինչ պետք է արվի, դա եւ կարեւոր է առողջության համար եւ նաեւ կարեւոր է գործատուի իրավական տեսակետից, որ ինքը ապահովի իրան նրանից, որ ինքը չի վնասե այդ մարդու առողջություն եւ ապագայում չի գտնվելու որևէ իրավական դաշտում, որը կարող է իրան պարտադիր ամբողջ կյանքը թոշակ վճարել օրինակի համար այս մարդուն։ Եվ մենք կանխում ենք, կանխարգելում ենք, այսինքն սրա իմաստը նա է, որ ժամանակին
հայտնաբերել որևէ ազդեցություն, որը դեռ չի բերել հիվանդության եւ փորձել խորհրդակցել ներսում HR-ի կամ տնօրենի կամ ասեցի անվտանգության ինժեների հետ, որ թեկուզ այս մարդը ստեղից տեղափոխվի ստեղ եւ ոչ թե մենք վնաս տանք կամ ասենք թե որևէ ձևով պարտադրենք, որ պետք է այս մարդուն գործից ազատվել։ Նման կա դրույթ, որ մարդիկ վախում են, որ իրանք եթե գալիս է ստուգելու, իրենք պետք է գնացել իրան վնասելու։ Ոչ, բացահայտում են ցանկացած տարբեր առողջական, թե քո բժիշկները հմուտ են, ապա իրանք բացահայտեն կապված սրտանոթային հետ կապված, բայց ասենք համարեք մի աբսուրդ վիճակ, որ եթե իրանոց մի հիվանդություն կա, որը որ չի համարվում հարկացություն, բայց ինքը կարող է աշխատի, բայց դա վտանգավոր է իր համար է, կողքի շրջապատի համար։ Կա շատ հատվածներ, որ պետք է ճիշտ ճկուն ձևով աշխատել եւ բացատրել մարդկանց, որ այսօր ավելի լավ գնացեք, ստուգվեք, բուժվեք, եկեք աշխատեք։ Կամ գործատուին ասել, որ չէ, այս պայմանում այս մարդը եթե շարունակի աշխատել, իսկապես կստանա պրոֆեսիոնալ հիվանդություն։ Տեղափոխեք այս մարդուն ուրիշ տեղ։ Եվ մենք այդ բոլոր ձետարները, մանրամասնությունները տիրապետում ենք, այլ ոչ թե պարտք ու պահանջ ենք կատարում, ու մենք էլ ասում ենք, լավ, մենք արեցինք մեր ծառայությունը գումարը ստացանք, ինքնարացից դե լավ է, թուղթը սարքեցինք, պատրաստեցինք, տեղեկան ուղարկեցինք։ Այս սա մեր մենտալիտետը մինչև կսկսի փոխվել, որ մենք մեր բարեկամի ոչ թե միայն իմ ընտանիքի անդամի մասին մտածեմ, այլ միայն մի քիչ ավելի լայվ, դա էլ ընտանիք։ Մենք մեր այս բոլորս մի տեղ ենք աշխատում, բոլորս մեկից մյուսի մասին մտածենք։ Այդ հոգատարությունը, ոչ թե անտարբերությունը, կբերի ավելի պատասխանատու մոտեցման։ Ինչ 3 խորհուրդ կտակ գործատուին, որ պարտադիր կլինի, որ իրանք պահեն եւ բուժզնություն անցնելուց հետո ցուցակը երբ որ ուղարկեց հաստատեց տեսչականը, անցան այդ բուժզնության փուլը, հետո արդյունքները պետք է նորից ուղարկվի տեսչական մարմին, թե ոչ որ անցել են։ Տեսեք, դուք հատվեցիք ասիք խորհուրդներ, հետո ասացիք ինչ պիտանի, միքս հարց տվեցիք։ Եկեք սկսենք նրանից, առաջ երթին, բոլոր թողհետևեն օրենքի տակ։ Չփորձեն խուսափել նրանից, ինչա որ այսօր իրանց պատիժը տեսչականի կողմից կլինի ավելի, ասենք թե քիչ, քան թե ասենք թե իրանց ծախսը կապված աշխատողի ստուգման հետ։ Այդտեղ ես ցանկանայի, որ տեսչական մարմնի հետ տուգանքները ավելի ճիշտ են։ Ես չգիտեմ ինչպես, ես մեխանիզմը դեռ չեմ ուզում առաջարկեմ, բայց գործատուն այսօր ասում է, դե լավ, ավելի լավ է տուգանվեմ, քան թե ստուգվեմ։ Բայց դա իմ համար մինչ այսօր մի նման հարցական, որտեղ ես հանդիպել եմ դες հիմնարկներ, որոնց ֆինանսական տնօրենը պարզապես ասեց, իսկ ինչքան պետք է տուգանեն, հետո պարզեց, որ տուգանքը ավելի իրան մատչելի է, քան թե ինքը դնի այս տարի ստուգի։ Այսինքն ստացվում է, որտեղ բաց կա մեզ մոտ, որտեղ տեսչականը կարա մոտիկանա իրականում իր ճիշտ ոնց ասեմ, օգտագործելով գործիքները, եթե այդ գործատուն դեռ չի հասունացել իր տեղում, որ ինքը ինքնուրույն պետք է ունենա իր պատասխանատվությունը։ Այսինքն առաջի խորհուրդը օրենքներ, երկրորդը դա իր ներսի հոգատարությունը եւ պատասխանատվությունը իր աշխատողների մասին, հա, դա կլինի իսկապես մարդ լինել, որ ինքը ոչ միայն աշխատացնի մարդուն, այլ նաեւ դրա մասին մտածի, որ այդ աշխատակիցը ոչ միայն իր աշխատակիցն է, այլ նաեւ իր ընտանիքի անդամն է, եւ դա պետքական կլինի։ Ну, սա երևի թե ամենահիմնականն է։ Իսկ ինչ որ դուք ասեցիք, որ արվում է, հետո իհարկե ակտը ես ասեցիք։ Դա տրվում է տեսչական մարմնի, որը որ արդեն ամփոփում է իր տվյալները։ Իսկ գործատուն պետք է հետևողական լինի այդ ակտի ներսում իրազեկման process-ը շարունակել, ինչպես ես դե հիմա չեմ պատրաստել ամեն ինչը իր աշխատողներին, պահպանելով բոլոր մարդու իրավունքները, անձնական տվյալների կոնֆիդենցիալությունը, սա բոլորը մանրամասնությունները, որ պետք է պահպանվեն։ Ըստ այդմ մենք ունենանք ավելի առողջ կոլեկտիվներ, ավելի արդյունավետ աշխատանք եւ ավելի բարի միջավայր։ Պարոն Ավագյան, հետաքրքիր հանգամանալից մանրամասնելու եւ իրազեկելու համար առողջությունը ամենակարևոր գործոնն է եւ գործատուները պետք է հասկանան, որ դա ոչ թե ստուգատվել, դա ոչ թե պետք է վախենան տուգանքներից կամ վերահսկողությունից, դա աշխատակցի նկատմամբ հոգատարություն, ինչպես ասեց պարոն Ավագյանը, պետք է անպայման չսպասենք, որ մեզ ինչ-որ մեկը պարտադրի։
այսօրվանից պետք է սկսենք, ստուգվենք, հետևենք մեր առողջությանը, որովհետև կանխարգելելը ավելի էժան կլինի մեզ համար, կարծում եմ, ի տարբերություն նրա, որ մենք հետո թե գումարներ կծախսենք եւ թե ցավ կպատճառենք մեր հարազատներին, մեր ընտանիքի անդամներին եւ մենք ինքներս պետք է հետևենք, ինչու՞ չէ նաեւ գործատուին ստիպենք, որպեսզի հարգեն մեր իրավունքը եւ արժանապատիվ աշխատանքի իրավունքը նույնպես պաշտպանվի։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Ձեզ շնորհակալություն, մարդկային կապիտալը ամենաթանկ բանն է, ընդհանրապես տնտեսության մեջ։ Շնորհակալություն։